Ուզում եմ ուրախությամբ ձեզ տեղեկացնել, որ Երուսաղեմի պատրիարքատանն էլ է միացել հայ-առաքելական եկեղեցու կանոնների պաշտպանությանը եւ կաթողիկոսի աջակցությանը։ Սա հաղորդագրությունն է պատրիարքատանի ստորագրված Թեոդորոս Զաքարյանի եւ Սիոն Թակուշյանի կողմից։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլը լայն աջակցություն չի ստանում, ոչ թե Փաշինյան Նիկոլը Փաշազադեն ները լայն աջակցություն չի ստանում հայ հոգևորականների եւ ժողովրդի միջավայրում, ստիպված է սահմանափակվել իր շատ փոքրաթիվ ների բանակով։ Եվ ինքն է շատ լավ գիտի, որ դա իրանը չի եւ դա կոնկրետ աշխատում է կամպրոմատների արդյունքում։ Դե հիմա գնանք հասնենք հիմա կամպրոմատներին, այն ինչից մասին, որ ես խոստացել եմ, որ սկսեմ հարցումը հենց դրանով։ Որ այսպես եւ հրամանը տրվեց Փաշազադեի կողմից, սկսեցին մտածել ինչա պետք անել եւ ամենակարևոր հարցը ով է լինելու հաջորդ կաթողիկոսը։ Եվ ընտրությունը եկավ կանգնեց ոչ ավել ոչ պակաս Հովնան Տերտերյանի վրա։ Եվ միանգամից գործի դրվեցին բոլոր հնարավոր ռեսուրսները Հովնան Տերտերյանին համոզելու, որովհետև նրա համար հեշտ չէր լինելու ուրանալ կաթողիկոսին, որի հետ իրանք շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եւ ոչ մի աշխատանքային խնդիր չկար։ Բայց ինչու հենց հարցը կանգնեց Հովնան Տերտերյանի վրա, որովհետև ունեին կամպրոմատ։ Այսօր մենք հրապարակելու ենք հնարավորին բոլոր կամպրոմատները, որպեսզի ԱԱԾ-ն հասկանա, որ այն ինչ որ օգտագործել է այս հոգևորականների նկատմամբ, այլևս ուժ չունի։ Ես իմ մոտ ունեցած ամբողջ մի կոնսպեկտից, որտեղ առանձնացրել եմ 8-9 անուն, մենակ այդ կողմից, մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թևից, հա։ Խոսեմ նրանցից ոչ բոլորի մասին մանրամասն, բայց ես ուզում եմ ասեմ, որ տղաներ եւ աղջիկներ, մի բան իմացեք վստահ, եւ հոգևորականները եւ ԱԱԾ աշխատողները։ Եթե մի բան գիտեք դուք, գիտենք նաեւ մենք։ Հիմա երևի հասկ առաջանա, եթե Հովնանը իդեալական չի, հա, ինչու են հենց իրան ընտրել կաթողիկոսի տեխնասու, պատասխանը մեկն է, իրանց պետք չի իդեալական տեխնասու, իրանց պետք է մեկը, որ կկատարի իրենց հրամանները եւ կլինի իրենցից կախված, թե ինչով է կախված Հովնան Տերտերյանը, ես կարող եմ ուղղակի կարդալ մի քանի մանրամասն իր կենսագրությունից, որոնք հայտնի են, որոնք հրապարակված են եւ ոչ միայն իրա։ Ես շատ են փաստերը ասեկոսների մակարդակի վրա, ես դրանց չեմ անդրադառնալու, խոսենք բացառապես փաստերով, ես անուն ազգանուններով, որ Հովնանը ինքն էլ հասկանա, որ Գլենդելում եւ ընդհանրապես Կալիֆոռնիայում ապրելը դառնալու է իր համար եւ ոչ միայն իր համար քիչ անհնարին։ Եվ ես մնացած անունները կտամ, բայց մանրամասներ չեմ ասի իրենց կյանքի մասին, մի պարզ պատճառով, սա որ թող ընդունեմ որպես նախազգուշական կրակոց օդի մեջ, եթե իրենք էլ հանկարծ ներքաշվեն այս հանցագործությունների մեջ, ստորագրեն, այս կողմ, սկնաչու ձախ խոսացողների մասին իհարկե ասելու եմ, պետք է հասկանան մի բան, որ այն ինչ որ ԱԱԾ-ն ունի, ունենք նաև մենք։ Միգուցե ավ։ Եվ այսպես իմ այսօրվա հրապարակումները հենվում են մի քանի աղբյուրների վրա, Երևանից, Եվրոպայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Երևի հիշում եք, որ երկու շաբաթ առաջ ասացի, որ հատուկ ծառայություններից կապվել էին, խնդրելով, որ ես մեղմ վերաբերվեմ, որովհետեւ բոլորը չեն, որ ես իմ ասած տեսակն են, էլի։ Ես էլ պարզ ասեցի, գիտեք, ինչ հնարավոր է։ Ինձ խոսքերը առանձնապես հետաքրքիր չեն, գործն է, որ պետք է ապացուցի, ով ինչ արժե։ Գործը նաեւ ինֆորմացիան է, որի կոլաժի ամփոփման արդյունքում ես կասեմ այն, ինչ որ ունեմ իմ ձեռքի տակ։ Եվ այսպես, ես մի հատ կարդամ ցուցակը, ովքեր պոտենցիալ ԱԱԾ-ի հատվածի տակ են կամպրոմատներով հանդերձ, որոնց մի մասին արդեն օգտագործում են, մի մասին դեռ չեն օգտագործում, բայց ես ընդհանրապես անունները կկարդամ, որ իրանք հասկանան։ Հանկարծ եթե իրանք մտան այս կռվի մեջ, հրապարակվում է այն ինչ որ մենք տեղեկություն ունենք իրենց մասին։ Եվ ես չեմ ասում, բայց ընթացքում դեռ ինչքան է գալու։ Ես սրա մեջ չէի մտնի, որովհետև ես այս ցուցակը, այս ամբողջ մանրամասները, հələ թող Ղուկասյան Վարդանը դուրս գա, ես սա տալու եմ իրան։ Ամբողջը տալու եմ իրան, թող մի հատ քանդի տակից դուրս գա, այդ գործ ինքն է լավանում։ Ես ուղղակի մասնիպված եմ անում, որովհետև ժամանակը շատ կարևոր է եւ կարևոր են բոլորս կանխարգելիչ գործողությունները։ Ասեմ ինչի համար, որովհետև երբ KGB-ն կարողանում մեկի վրա ազդել, ցանկացած հետախուզական ծառայություն, երբ որ կա մի փաստ, ու այդ փաստին տեղապետում է մենակ ինքը։ Երբ որ փաստը բացահայտված է, դա արդեն որպես կապրամատ օգտագործել հնարավոր չի։ Զուտ հնարավոր չի, որտեղ բոլորը գիտեն։ Սա լյուստրացիան է դրա համար։ Երբ որ լյուստրացվում են մարդիկ, արխիվները բացվում են, այս մարդիկ մեծ բերից են բրծնում
Հենց իրենք, որովհետև այդ փաստը իրանց դեմ ոչ մեկ որպես կամպրոմատ եւ շանտաժի համար չի կարող օգտագործել։ Եվ այսպես, ես ԱԱԾ-ին տեղեկացնում եմ, որ մենք տեղյակ ենք մասնավորապես Հովնան Տերտերյանի մասին, ով այն ինքը երբ ինչի համար ոնց ուր տեղափոխվե, ինչպես դարձավ, ինչպես Անտիլիասից եկավ հասավ Էջմիածին, եւ մի խոսքով, այս մասին մենք մանրամասն դեռ խոսելու ենք։ Վազգեն Քահանա Մովսիսյանի Նիկոլական Վազգեն Քահանա, քո մասին դեռ խոսալու ենք։ Դու պետք է հասկանաս մի բան, ինչքան շուտ փակես քո բերանա կարոզիչի Փաշինյան Նիկոլի, այնքան ավելորդ մանրամասներ քիչ դուրս կգա ջրերես։ Տեր Խաժակ Սրբազան բնբանկի քահանա։ Ես ընդամենը մի քանի բարով կամփոփեմ, քանի որ ընտանիք կա, բան կա, ու կարող է դու փակես կամ քեզ վռնդեն բնբանկի եկեղեցուց ուղակի։ Ես այսօր շատ բան չեմ ասի քո մասին, բայց հասկացա չէ՞ որ մենք արդեն ամեն ինչ գիտենք։ Բարձա չէ։ Տերմանուկ էլի տարածքից։ Այդ տարածքը փաստորեն լիքն է նիկոլական այլասերվածներով, որոնք տեր են, տեր Խաժակ, Տերմանուկ, պատկերացրեցիք, ու պատահական չի, որ հենց իրանք են սրա քարոզիչներ ընդել։ Սարկավագներից Դավիթ Սաֆրասյան, մանրամասն քո մասին այսօր խոսանք, որովհետև սա արդեն բացահայտ փաստ է, սա մասին մամուլը գրել է, քեզ առանձնապես այնտեղ այդ հարցեր է ցակելով, քեզ ոնց են ընդ պահում, ինչեւ հիմա ինչի են պահում, ու մենք կհասկանանք ինչի է պահում քեզ Հովնանը, այսօր դա մասին խոսանք։ Վազգեն Միրզախանյանից խոսանք այսօր անպայման, որը Վրաստանի թեմի առաջնորդն էր, որը իր քահանայի կնոջ հետ խայտարակ լինելուց հետո վռնդել էին եւ այսօր հասավ Ռիբացկա, Էստոնիա, եւ ընդեղի բանը թեմի առաջնորդն, բայց Երևանից դուրս չի գալիս։ Եկել է Նիկոլի Քալոզանի եւ ինքն էլ այդ ստորագրողներից մեկն է, որոնք պետք է ասեն։ Սա Վազգեն Միրզախանյանը տղա ունի։ Տղա, այսինքն համ սա տղա ունի, համ ով է բանը Քարամյանը տղա ունի, ալգիշտիը։ Սրանք տղա ունեն, բայց որ բանը կաթողիկոսը աղջիկ ունի, դա մեղք է։ Դու գիտեք, որ Էդոն տղա ունի, իմջելոս Վազգեն Միրզախանյանի իրական անունը Էդոյա, ինքը Էդոյա եղել։ Դա մասին առանձին խոսանք, հա։ Իր հանցագործությունների մասին խոսանք, իր վրա ով է ցուսմունք տվել Խորեն Հովանեսյան անունով, որ այսօր էլի Կալիֆոռնիայում է։ Բա իր վրա ցուսմունք տվողները ինչի է ցուսմունք տվել, որովհետև Վազգեն Միրզախանյանը լինելով Վրաստանի թեմի առաջնորդ $100,000 գրանտ ստանալով պետությունից Վրաստանի ուղղակի թալանել է։ Եվ այդ մասոպերական գործառույթ է, որտեղ վկան եւ ցուսմունք տվելը տվող եղել է Խորեն Հովանեսյան անձնանով մեկը, ես ինջալոց ինչի նկարներ ցույց չեմ տալի, որ սա բանն է, այդ Միրզախանյան կոչվածն է, այս այլասերված է Վրաստանի, ոչ բանը կաթողիկոսի դեմ աստորագրել։ Սան հələ կհասնենք։ Սա էլ այդ Խորենն է, որ սա դեմ ցուսմունք է տվել։ Նիկոլական քարոզիչ։ Երկու անգամ կարգալուց եղած։ Առաջին անգամ լավ, մանրամասն հետո գիտենք, հա։ Տեր Զարե Զարգարյան, Տորոնտոյի քահանան, մենք քեզ ենք հասնելու, հա։ Եվ ամենակարևորը չասեմ, դրանցից միակ ոչ հոգևորականը, որ լծվեց այդ քարոզին, հնչեմ։ Ապո Ջարաբյան Նիկոլական քարոզիչը, որը, ինչպես ասացի, մայիս ամսից, երբ որ որոշվեց ոնց է ով է լինելու հաջորդ կաթողիկոսը, Ապո Ջարաբյանը մի օրվա մեջ դադարեց հայոյել Հովնան Տերտերյանին։ Իսկ մինչ այդ ողերիմ թշնամի մի խոսքով օրեկան ռեժիմով հայոյանք կոռուպցիաների մեջ մեղադրել եւ այլ մեղքերի մեջ մեղադրում էր տվյալ անձը։ Ենթադրում եմ, որ հիմնավոր իհարկե, որովհետեւ դա մասին մենք այսօր խոսելու ենք։ Մի խոսքով եւ սա լծվեց մոռացավ Հովնանին, արդեն Հովնանի պետք է հաջորդը կաթողիկոս նշանակել եւ անցավ զուտ Գալեգին կաթողիկոսի վրա հարձակման այդ խմբին միանալով։